Բարի երեկո բոլորին, այսօր մի հատ նոր մեծ սկանդալային պատմություն եմ բերել, ինքը անհավանական է թվում, որովհետև ես վստահ եմ, որ մեր հետևորդների ցանկացած ոք, որ դիտում այս տեսանյութը, առնչվել է Հայաստանում բանկերի հետ եւ երբևէ չի կարողացել մի անգամ գրավադրած գույքը նույն բանկում, նորից գրավադրի, հետո գրավադրի ուրիշ տեղ, հետո նորից գրավադրի մինչև մի բաժակ գրավադրվում է բանկում 150 հատ փաստաթուղթ են ուզում, բայց Արմեն Մելիքյանը հատուկ ունակությունների տեր է եւ կարծում եմ, որ այսօր մենք ներկայացնելու ենք սկանդալային պատմություն, ինչպես նաեւ Արմեն Մելիքյանի հունարը նույն գույքը մի քանի անգամ գրավադրնի, ծախի, գրավադրած գույքը վերցնեն գողանան, տեսել եք տենց բան, գրավադրած գույքը գողանան, հետո տանեն այդ գույքը միտեղ, որտեղ ինքը աշխատում է։ Ուրեմն Ժորժ ջան, ես ուզում եմ հիշեցնեմ, որովհետև շատ եթերներ ենք ունեցել, որ այս պահին խոսքը վերաբերում է մի հաստոցի, որի մասին մենք ամիսներ առաջ ունեցել ենք հրապարակում։ Մենք հիմա գտնվում ենք Շիրակի 89 դրոպ 1 հասեում, Մանախ կապիտալ ցենտր, որտեղից որ այդ ամբողջ գույքը, ստանոքները տեղափոխվել է Աբովյան Սևանի 11 հասեում գտնվող տարածքում քարի արտադրամաս։ Այլ նա թե ինչպես է կազմակերպվել հանցախումբ, կազմակերպված հանցախումբ, ՕՊԳ, օրգանիզованная преступная группировка, որը բաղկացած է եղել թե բանկի աշխատակիցներից, թե տարբեր կազմակերպությունների ղեկավարներից, մենք հեսա մանրակրկիտ կներկայացնենք եւ իրար ձեռ տալով մարդիկ կարողացել են այդ գործարքները կատարել, մեծ գումարներ աշխատել, փողեր լվանալ։ Ինչ վերաբերվում է այդ հաստոցին, ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ այստեղ գրավի առարկան եղել է հաստոցը, ինքը տեն շրջիկ հաստոց է, շապիտո կրկեսի պես, մի բանկից գնում է մի բանկը, մի տարածքից գնում է մի տարածքը, մի քանի անգամ գրավադրված ու վաճառված գույքը եւ դրա հետ միասին շահագործվում է ու փողա բերում։ Դա տեսնում եք, որ ասում եմ Արմեն Մելիքյանը կարող է դասավանդի եւ ցավում եմ, որ իր դասախոսական կարիերան Սլավոնական համալսարանում ինքը ավարտել է, որտեղ պատկերացնում եք ինչ հունար կարող էր ինքը դասավանդել։ Հիմա էկրանին կտեսնեք, թե որ հաստոցի մասին է խոսքը, որովհետև դրա մասին մենք շատ ենք հիմա նկարագրելու եւ խոսալու։ Եվ իզարմանս ինձ այս քրեական վարույթը, այս քրեական վարույթները, 10-ից ավելի քրեական վարույթներ, որ 15 2015 էլի, 1915-ը չի, նախաձեռնված են եղել Արմեն Մելիքյանի արվեստի կամ արհեստի կամ կատարած առերևույթ հանցագործությունների վերաբերյալ սենց քննվում են հին օրենսգրքից նոր օրենսգիրք քրեական, հիմա կարող է շարունակվեն մինչև ավելի նոր օրենսգիրք եւ այստեղ ուզում եմ դիմել ձեզ Տիկին Վարդապետյան, երբ որ դուք խոսում եք քրեական վարույթների ժամկետի, 4 ամսվա ընթացքում քննության եւ այլն, անցել է ինձ հասու փաստաթղթերից, որը իմ ձեռքի տակ գոյություն ունի 11 տարի, երկարուձիգ 11 տարի, որը բաղկացած է շատ 4 ամիսներից։ Ինչումն է հարցը եւ ինչումն է այս խտրական մոտեցումը։ Միգուցե Արմեն Մելիքյանին դուք ազատության մեջ թողնում եք, որպեսզի կարողանա ժառանգաբար այդ արվեստը եւ արհեստը փոխանցի, որովհետեւ դա իրականում կարող է դառնա ազգային արժեք, թե ոնց կարելի է մի գույքը այս մի բաժակ ջուրը անընդմեջ սենց ծախել։ Ես հիշում եմ այս սենց ֆոկուսնիկներին, որ սենց անում են, ասում են նայդի շարիկ, ու այդ շարիկը ոչ մեկ չէր գտնում։ Այդ աճպարարությունը։ Հիմա անցնենք բուն թեմային։ Ինչ է կատարվել
եւ ինչ հանցախումբ է ստեղծվել եւ ես ինչ ասում եմ, դա հստակ տվյալներ է, դա իմ ֆանտազիաները չի, որովհետեւ այն ինչ որ ներկայացնում եմ, ավելի շատ ֆանտազիա է նման։ Մենք հիմա էկրանին ցույց կտանք այն կազմակերպված հանցավոր խմբի անդամներին, որը բաղկացած է Արմեն Մելիքյանի ընտանիքի անդամներից, ինչպես նաև նրա մտերիմներից եւ ընկերներից։ Պատկերացրեք այդ գույքի, սա մենակ մի էպիզոդն է։ Մենք շատ էպիզոդների ենք անդրադարձել, սա մի փոքրիկ էպիզոդ է, այս մոտավորապես 2 միլիոնը, մոտավոր հաշվարկներով, եթե մի 100,000 պակասի, խնդրում եմ ինձնից չպահանջեք Արմեն Մելիքյան, չունեմ ձեր հունարը, ինչա տեղի ունեցել։ Ուրեմն 2011 թվականից մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում նախապես բնականաբար մշակված սցենարով, որը դրա համար եմ ասում գեղարվեստական ղեկավարը Արմեն Մելիքյանն է, որտեղ ինքը ունի բավականին գիտելիքներ, նախապես մշակված սցենարով, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման նպատակով, այսինքն նպատակը եղել է փողերի լվացումը։ Արմեն Մելիքյանի կողմից ստեղծվել է կազմակերպված հանցավոր խումբ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե այդ հանցավոր խմբի կազմում ովքեր են ներգրավել։ Հանցավոր խմբի կազմում ներգրավել է վերջինիս տիկինը Կարինե Եղիազարյանը, որը հանդիսացել է, խնդրում եմ հիշեք այս անունները, Monarch Capital BB եւ Monarch Capital Center PB բաժնետերեր։ Այն ինչի մասին խոսալու ենք, այս երկու կազմակերպությանն էլ վերաբերում, այսինքն դուք պատկերացնում եք, sense ճյուղավորված ինչ որ սպրուտ են ստեղծել մետաստազներով, որպեսզի մոլորության մեջ գցեն ու կարողանում են փաստորեն տենց մոլորության մեջ գցեն քննիչներին, երևի քննիչների հարցերին, որ հարց են տալի, իրանք ասում են «Ты ничего не видел, ты ничего не знаешь»։ Ուրիշ բան, ու սենց երևի ձեռքի հմուտ շարժումներով հիպնոզ են անում։ Կամ այդ հիպնոզի տակ թաքնված է շատ ավելի լուրջ հիմնահարցեր, որովհետև այստեղ այսպես ճակերտավոր հասարակ քաղաքացիներ չեն, հա, բանկի խորհրդի անդամներ, բանկի կառավարիչներ, ով ասես այս սխեմայի մեջ, այսինքն ամեն մեկը ունեցել է իր փայը սրա մեջ։ Ուրեմն տիկինը Monarch Capital BB եւ Monarch Capital Center PB-ի բաժնետեր։ Էլովա ներգրաված։ Վերջինիս հանրահայտ որդին Միքայել Մելիքյանը, սրա մասին մենք խոսել ենք մի քանի եթեր առաջ եւ դրա վերաբերյալ եթերը կդնենք տակը, որը վերաբերում էր արդեն միջազգային հարթակում փողերի լվացման եւ շատ կասկածելի մարդկանց Վայսմաններ, Վարշավսկիներ, մեկը փախած Ռուսաստանի փախած դեպուտատ, մյուսը անհասկանալի Ժելենա Լիտվակ, անհասկանալի մարդկանց խմբակցությունից, որը կամաց մոտեկանում է մեր միակ ստրատեգիական օբյեկտ պղնձի մոլիբդենի գործարանին, տեսնում եք Արմեն Մելիքյանի երիտասարդ տղան ինչ հունար ունի, որ չի կարողանում բանակում ծառայի, որի համար դատապարտվել է 28/03/2017 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասով եւ դատապարտվել է 2 տարի ազատազրկման։ Մարդը չի կարող բանակ ծառայի, բայց կարողանում է փախած հետախուզման մեջ գտնվող դեմքերի հետ կազմակերպի բիզնես։ Սա ես ուղակի չեմ ասում, որովհետև դրա մասին էլի ենք խոսել, որ այնտեղ կա Վայսման, որը ամբողջ համացանցով հայտնի է որպես Էստոնիայի հատուկ ծառայությունների աշխատող, այստեղ այդ կապ ունի, Ժելենա Լիտվակ, որը կապ ունի, Գարի Պողոսյան անհասկանալի, որը կապ ունի եւ այլն եւ այլն։ Մենք եթերը կդնենք, դուք կտեսնեք, թե ինչ, բայց ով ասա, բայց սա չի կարողանում հայրենիք պաշտպանի, որտեղից պաշտպանի հայրենիքի պաշտպանությունը չի մտնում այս մարդկանց ֆունկցիայի մեջ, իսկ 327 հոդվածը նրանց համար ով բնականաբար պարտավորել չի տեղյակ լինի, Սատիկին Վարդապետյանի համար չի ինքը տեղյակ է, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորավարական ծառայությունից խուսափել է։ Սա այս երիտասարդն է, որին դուք տեսնում եք այստեղ։ Ծանոթացեք,
Միքայել Մելիքյան, Արմեն Մելիքյանի որդին։ Այս իր ընտանիքի 3 անդամն են այս սխեմայում ներգրաված, աղջիկը կա ուրիշ սխեմաներում, այստեղ ինքը կապ չունի։ Ընտանիքի անդամներից բացի ես հիմա ուզում եմ անունները թվեմ, հետագայում երբ որ կարդամ դուք կպատկերացնեք թե ինչ ա եղել։ Ներգրաված է Արմեն Բրոկ բաց բաժնետիրական ընկերության տնօրեն, Արմեն Մելիքյանի ընկեր Արամ Կայֆաջյան, շատ հետաքրքիր պերսոնաժ է, որովհետև Արամ Կայֆաջյանը 2020 թվականին նայեք հանցավոր խումբը ստեղծվել է 2011-ից 2020 թվին իրանք մոտավոր ավարտել են երևի իրանց գործունեությունը, որից հետո Արամ Կայֆաջյանը նշանակվել է Ինեկո բանկի խորհրդի նոր անդամ եւ համատեղությամբ դասավանդում է Սլավոնական համալսարանում։ Հետաքրքիր է ինչ է դասավանդում, մենք Արմեն Բրոկ կազմակերպությանը կանդրադառնանք։ Նայեք գրված Արամ Կայֆաջյանը 2004 թվականից հանդիսանում է Արմեն Բրոկ ԲԲ գլխավոր տնօրեն, նրա ղեկավարման տարիներին ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացել է 40 անգամ, իսկ ակտիվները 200, շատ քիչ է ոնց որ ավելացել, կարող 5000 անգամ ավելանար։ Ինչ վերաբերում է դասավանդելու, շատ հետաքրքիր է, որ Սլավոնական համալսարանում դասավանդել է նաև Արմեն Մելիքյանը, հիմա ես ուզում եմ հասկանամ կրթության գիտության նախարարություն, ընդհանրապես Սլավոնական համալսարանի նախկին ղեկավարություն, ովքեր են դասավանդել ձեր համալսարանում։ Էլ չեմ ուզում անդրադառնամ, որ մենք մի խուրձ դասավանդողներ ունենք, մեկը տնտեսագիտական համալսարանում է, ու այս մեկը պարզ չի որտեղ է դասավանդում, բայց Խաչատրյան Գագոյին փոխկապակցված անձը պատմաբան մի հատ պուճուր բալա 2.5 միլիոն դոլար ունի։ Այս դասավանդելը, եթե տենց եկամտաբեր հունար ունեն սրանք կամ արհեստ է, կամ ինչ են, ես էլ եմ գիտությունների թեկնածու, դոցենտ 30 տարվա ստաժով, ես չտեսա ինձ մեկը բերի 2.5 միլիոն դոլար փող տա լեկցիա կարդալու համար, որտեղ երևի իմ լեկցիաները օրենքի հետ են փոխկապակցված, այսինքն ես օրինական դաշտում եմ։ Երևի այս մյուս լեկցիաները այնքան հետաքրքիր են, ոնց կարելի է նույն գույքը մի քանի անգամ գրավադրել, ոնց կարելի է Արմեն Բրոկին գրավադրել Արմեն Բրոկի, որտեղ որ այս Կայֆաջյանն է Ինեկո բանկի, Արմեն Բրոկում գրավադրել, հետո վերցնել վաճառել։ Դուք պատկերացնում եք, սրանք ինչ հետաքրքիր։ Օրինակ ես կուզենամ սրանց լեկցիաները լսեմ, նաև ես հորդորում եմ Տիկին Վարդապետյանին, որ իմանա սրանք լեկցիաներ ունեն, դատախազներն ու քննիչներն էլ ուղարկի, որ լսեն լեկցիաները, թե ոնց կարելի է փողը լվալ, հակառակ կողմից գնան կարողանան բացահայտեն այն ինչ որ 11 տարի չեն կարողանում բացահայտել։ Մյուսը Արմեն Մելիքյանի բաժանախ քենակալ Կարեն Սահակյան խմբի անդամը, մյուսները շատ հետաքրքիր են, Արմեն Մելիքյանի ընկերներ Մհեր Մելիքյան, Էդուարդ Մելիքյան, ընդ որում Էդուարդ Մելիքյանը շատ ավելի մտերիմ է ոնց որ թե Արմեն Մելիքյանի կնոջ հետ, Կարինե Եղիազարյանի հետ, որովհետև մտերիմ եսի նկատի ունեմ գործնական կապերով, որովհետև հանդիսանում է վերջինիս Մոնարխ կապիտալ ԲԲ, ես հիշում եք, ասի հիշեք, տնորենը, տեսնեք ինչ սենց սիրուն հուլունքներով շղթա են սարքել, ասենք տեղեր կա, չէ, որ տանում ես մարգարիտները սենց իրար հետևից, Արմեն Մելիքյանը նաև դիզայներ է, ստեղծագործ է, կարողացել է այդ մի հատ ձկանթելի վրա բոլորին շար իրար հետ, որ դառնա մի հատ սենց սիրուն համահունչ լվացքի մեքենա։ Մյուսը Կոնվերս բանկ ՓԲ-ն է, շատ հետաքրքիր է, որովհետև մեր հայրենակիցներից լիքը մարդ կա, որ Կոնվերս բանկ ՓԲ-ում ունի վարկ, ունի գրավադրված գույք եւ այլն։ Դուք տեսել եք երբևէ, որ դուք Կոնվերս բանկում, ասենք, տանեք ձեր տունը գրավադրեք, ստանաք մաքսիմալ գումար այդ Կոնվերս բանկից եւ մաքսիմալ գումարը գերազանցող գումար, հեսա կտեսնենք թե ոնց է Կոնվերս բանկից $1 միլիոն վերցնում եւ հետո այդ գույքը ձեր տունը տանեք ծախեք Գեղամին, Գեղամից տանեք ծախեք Մարտիրոսին, հետո տանեք, ասենք, նոյեմբերյան։ Կոնվերս բանկը պարաշուտով կիջնի ձեր բալկոն, սև չգիտեմ ինչերը քաշած դեմքերին, այդ իրանք թող որոշեն,
ու ձեզ ես չեմ կպարկացնեն ուղակի հատակին, բա ոնց է ստացվում, Տիկին Վարդապետյան, կա տենց պրակտիկա, որ նույն գույքը կարելի է բազմակի գրավադրել, վաճառել գրավադրած գույքը, տանել ես իմ ուր, կա տենց բան Տիկին Վարդապետյան, բա իմանանք եթե կա, ոնց կարող է խեղճ Պողոսը Կոնվերս բանկից չկարողանա մի հատ մեծ տուն դնի $10,000 փող վերցնի ու որևէ մեկը կթողի գրավադրած գույքը ինքը տանի ծախի, բայց տենում եք Արմեն Մելիքյանը սենց բաներ անում ու կարողանում է։ Ու ինքը մենակ չի կարողանում, որտեվ կա բանկի կառավարիչ, կա Արմեն Բրոկ, չէ՞։ Ու կան լիքը մարդիկ, որ այդ ամանից օգտվում են ու միշտ ստանում են պաշտոնի բարձրացում։ Ու դասախոսներ են, բոլորը դասախոս են։ Դասախոսի անունը արատավորում եք դուք։ Մի հատ է դատավոր ունենք դասախոս ֆրանսիական համալսարանում, սրանք բոլորը դասախոսներ են, սրանք կարող է դասախոսների ոնց որ մասոնների գաղտնի տեղ ունեն, այդ դասախոսներով հավաքվում են ու մտածում են ոնց անեն, ոնց հիպնոզ անեն։ Ու 15 թվականից որևէ մեկը դեռ ազատազրկված չի, ավելին պաշտոնների բարձրացումներ են ստանում, սենց ռեզումեներ են գրում, որ Արմեն Կայֆաջյանը նոր անկախ անդամի նշանակելու 20 թվին, այդ նույն գույքը 10 անգամ գրավադրել ծախելուց հետո, Արմեն Կայֆաջյանը չի եղել տաքսու վարորդ, որ ասենք ինքը իմանա նավիգացիայից, Յանդեքսից կամ Ջիջիից, մարդը բանկիրը չի տենում, որ այդ գույքը գրավադրած է արդեն, թե կա մեջը հետաքրքրություն, ինչ ասեմ, մեր երկրում բոլորը, ով մախինացիա անում, ինչ-որ պաշտոնի բարձրացումներ են ստանում, դառնում են անձեռն մխելի, սկսում են քաղաքայցեր ներկայացնել, կարակն ենք ընկել այս դասախոսների կուտոկի ձեռը, կուտոկ են սրանք, խմբակել չեն, կուչկա։ Հիմա նայեք ինչ են արել այս մարդիկ և ես ձեզ բացատրեմ։ Ուրեմն դեռ 2015 թվականին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանում նախաձեռնում է քրեական վարույթ գողություն այն ժամանակվա քրեական օրենսգրքի 177-րդ հորվածի 3-րդ մասով, որ, լսեք, Մոնարխ կապիտալ, հիշում եք Մոնարխ կապիտալներն ովքեր են, մեր ընկերները, Կարինե Եղիազարյան Արմեն Մելիքյանի տիկինը ստուդիո և տնօրենը Էդուարդ Մելիքյանը։ Մոնարխ կապիտալ ԲԲ-ի, կարդում եմ ես, պատկանող, Կոնվերս բանկ ՓԲ-ում գրավադրված քարի կտրման ՏԼԴ 80 SC մագնիշի ագրեգատները գողացվել են։ Ասենք, որ դուք պատկերացնեք, մենք սկզբում ցույց տվեցինք, հիմա էլ մի պահ հաստոցի չափը ցույց ենք տալիս, որ դուք պատկերացնեք, դա մի բաժակ ջուր չի, մի հատ պուճուրի բուլավկա չի, մի զույգ կոշիկ չի, չէ, մի կտոր հաց չի, մի հատ ձեցկի կալասկա չէ, որ դա կնգալ ասում է, ով կերավ կանֆետը, ով ծախեց, ով տարավ, մի հատ մեծ, մի ամբողջ մեծ սենյակի չափ հաստոց, մեկ էլ կորում է, որը պատկացել է Մոնարխ ԲԲ-ին, և գտնվել է Չերչիլ ՍՊ-ի տարածքում։ Սրա մասին հեսա կլսեք, երբ որ մարդը հստակ պատմում է, թե ովքեր են գողացել։ Ուրեմն ես գիտեմ ով է գողացել, այս մարդը գիտի ով է գողացել։ 2024 թվին նախաձեռնված վարույթով գրված է ով է գողացել, բայց 2015 թվականին տենց ասում են գողացել են ու վերջ, ու որևէ մեկը առ այսօր այդ գողության համար դատապարտված չի։ Որևէ մեկը առ այսօր բանկ, Արմեն Բրոկ, չգիտեմ ինչ գրոկ, որևէ մեկին հարց չեն տվել, դու ոնց դու ոնց ես գրավադրված գույքը վերցրել և
նորից գրավ դրել կամ արել Ունոստոն Խաչիկ Աթանեսյան, այս Խաչիկ Աթանեսյանի մասին եք խոսանք մեր սխեմայի ներքևում, այսինքն քորի ի նկատի չունեմ կույր մարդկանց, քորի աշխարհը, այս դառավ մենք ենք մեր սարերը լրիվ էլի։ Ստանոկը բերել եմ, ստանոկն աշխատացրել եմ, Խաչիկ Աթանեսյանը ստանոկի ոտն ա բռնել, չգիտեմ ով գլուխն ա բռնել, մորթեր են կերել ենք, մենք այս որակի մարմիններ ունենք իրավապահ, ու դեռ հենց մենք խոսում ենք, որ մենք առաջ ենք գնում, ինչ ասեմ, սա 15 թվին նախաձեռնված վարույթն ա, որը դուք կտեսնեք, եւ գիտեք ինչա մեկ էլ տեղի ունենում 26 թվին իմ ղեկավարած մեր կազմակերպությունը գտնում է այդ հաստոցը, որ 15 տարի, 15 չէ, 11 տարի չէին գտնում, բայց հարցումներ չէին անում, բանկից բանկ ստանոկը իրա ոտով, սենց են մեղմ քայլվածքով, սահուն քայլվածքով ինքը իրան գնաց է գրավադրե, հա? Բա պարոն Գայֆաջանա, Կայֆաջանին հարցնեիք, Տիկին Կարինե Եղիազարյանին հարցնեիք, Մարկ Կայրոս ՍՊ-ի ոնց էր դրա անունը, Արմեն Մելիքյանի գործընկեր Արմեն Մարկոսյանին հարցնեիք, ում տարածքում հիմա գտնվում է։ Մենք գտանք այդ հաստոցը մայիսի 4-ին, Մարկ Կայրոս ՍՊ-ի տարածքում, Մարկ Կայրոս ՍՊ-ն պատկանում է Արմեն Մարկոսյանին, Մարկ Կայրոս Մարկոսյանին, որը Արմեն Մելիքյանի գործընկերն է։ Դուք պատկերացնում եք, ողբամ այն օպերատիվ բլոկի վիճակը, այն քնչական մարմնի վիճակը, այն հակակոռուպցիոն մարմնի վիճակը, որ 11 տարի մի հատ հաստոց գրիչ չէ, մի հատ հաստոց չի կարողանում գտնի։ Հրանտ Մաթևոսյանը, որ ողջ լիներ, լուսահոգին, մի հատ երևի կինո կնկարեր։ Դա չեք ամաչում դուք։ Խոսքը սրանց չի վերաբերում, խոսքը վերաբերում է իրավապահ համակարգին։ Հիմա նայեք, ինչի եմ ես սրա մասին խոսում, որովհետև մենք խոսեցինք, չէ, որ Չերչիլ ՍՊ-ի տարածքում է այդ հաստոցը գտնվել, հետագայում Արմեն Մելիքյանի կազմակերպած այս հանցավոր խմբի այս Ունոստոն Խաչիկ Աթանեսյանի եւ մյուսների հետ Չերչիլ ՍՊ-ի Շիրակ 89-1 տարածքում, որտեղից իբր թե գողացել են։ Ուրեմն գողությունը ես բացահայտեմ, թե դուք գտնվող տարածքից հապշտակում են, ուշադիր լսեք, բանկում կրկնակի գրավադրված, Կոնվերս բանկում կրկնակի գրավադրված եւ Արմեն Բրոկ, դասախոս եւ Ինեկո բանկի Կայֆաջան, Արմեն Բրոկ ԲԲ-ում գրավադրված, այսինքն բանկում կրկնակի, հետո մի հատ էլ Արմեն Բրոկում, բայց պարոն Կայֆաջանը ո՞նց է Ինեկո բանկը ղեկավարելու, եթե սենց կրկնակի գրավադրված ու կորած, ինքը նորից գրավադրում է իր մոտ։ Իմ համար անհասկանալի է, տեղափոխում են Աբովյան, որտեղ մենք գտել ենք 2026 թվականին Արմեն Մարկոսյանի Մարկ Կայրոս ընկերության տարածք եւ շահագործում են եւ շահույթ են ստանում, քարե սալիկների արտադրությամբ են զբաղված։ Եվ այդ նույն տարածքում է հիմա գտնվում։ Բայց ամենաաբսուրդը, որ ԴՀԿ աշխատակիցներին այդ Արմեն Մարկոսյանը հայտնել է, որ նշված գույքը իր եւ իր դստեր պատկանող Մարկ Կայրոս ՍՊ-ին չի պատկանում, այն Ունոստոն ընկերության կողմից ԻՊԱ հանձնված։ Բայց Ժորժ ջան, Ունոստոնը դա Խաչիկ Աթանեսյանն է, ովքեր որ ընդեղից վերցրել են, բերել են ստե։ Ժողովուրդ, Կոնվերս բանկ, աու, կրկնակի քումուտ գրավադրված է,
չեք հետաքրքրվում, որտեվ գիտեք ինչ ա եղել։ Մի հատ խեղճ մարդ լներ, տուն, տեղ, կոշիկ, դամաշնիկ ձեռից վերցրել շպրտել եք փողոց։ Ոնց է ստացվում, Կոնվերսբանկում կրկնակի գրավադրված գույքը, ինչ որ Ունոստոնի կողմից հանձնվում է Մարկ Կայրոսին, որտեղ էլ մենք գտնում ենք այդ գույքը, որի վերաբերյալ տեսանյութը կա։ Դե հիմա ինձ բացատրեք, հենց հիմա տեսանյութի երկրորդ մասը դնում եմ նայեք, մենք դա էլի ենք դրել։ Շիրակի 89-1 հասցեում գտնվող գործարանից Արմեն Մելիքյանը, Խաչիկ Աթանեսյանը, Արմեն Մարկոսյանը իմ կողմից նշված բոլոր գույքը տեղափոխել են Քաղաքաբովյան Արմեն Մարկոսյանին պատկանող գործարան։ Եսի բերած Չարբախի ֆրեզի ստանոքն է, որը հիմա գտնվում է Աբովյանի արտադրամասում։ Եվ սա Պալերովշնի լինիայի շարժական ռոլիկներով սեղանն է, սա Պալերովշնի լինիան է։ Հիմա սա Իրանից ինչ է ներկայացնում։ Սա փողերի լվացում է, քննչական մարմինների, նախաքննական մարմինների կողմից գողության կոծկում է։ Տիկին Վարդապետյան 11 տարի նախաքննություն ա գնում, մեկի մի հատ հասարակական կազմակերպություն գտնում է գողունը որտեղ է գտնվում։ Հա? Ինչ ասեմ։ Ես էլ ձեզ ավել ասելու ոչինչ չունեմ։ Եվ հիմա նայեք, ինչ է, ստեղ մենք մանրակրկիտ պատմեցինք, թե ինչա կատարվել։ Մեկ անգամ եւս, քանի որ սա անհավատալի է, ասեմ, որ երբ որ այդ հաստոցը գրավադրվում է Կոնվերսբանկում Տիգրան Դավթյան փլիս, Արմեն Մելիքյանը այդ $1 միլիոն վարկը, որ վերցնում են, այդտեղ բնականաբար թաքցվում է գրավադրված գույքի իրական ծագումը։ Հիմա եթե ես մի բան ուզենամ գրավ դնեմ իրական ծագումը, կասեմ ոնց գնա կադաստրից բեր, այդ տուն սարքողի պապը ինչ հիվանդություն ա ունեցել, տատու հետ երբ ա կենակցե, այդ ոնց ա տենց ստացվում, որ բանկը ծագումը չի նայում, չի դնում, դիտում գույքն են բերել գրավադրել։ $1 միլիոն, իսկի $1 միլիոն դրամ տալու համար, են կներեք, որ ասում են դամավով նայում են, ով ինչ հիվանդություն ա ունեցել, ով երբ ա մեռել, ով երբ պիտի մեռնի, ով երեխա ունեցել, ով մանեկող ա եղել, ով նարկոման ա եղել, բանկերը տեսել եք ոնց են ձեզ կեղեքում, են որ ասում ա Ռայկինի принеси справку, что нужна справка։ Ու այս դեպքում սենց $1 միլիոն Տիգրան Դավթյանը իր հորտնից չի բերել, դա Կոնվերսբանկ։ Վերցնում շաբաշատալի, եթե որևէ մեկին չի հետաքրքրում, ուրեմն պետքա գտնել, թե ովքեր են հովանավորները։ Հիմա ոնց է ստացվում, որ այս բոլոր անձիկ, ովքեր սրա մեջ խառնված են, թաթախված են, չեն հայտնվում իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, առ այսօր ազատ թափառում են Հայաստանի Հանրապետության փողոցներում, ավելին գնալով պաշտոնների բարձրացում են ստանում, չէ՞։ Եվ ասենց կուլ են տվել ու ոնց որ թե արդեն լրիվ մարսել ու չգիտեմ ինչ արել այս գործը։ Հիմա ամենահետաքրքիրը, այս մի գործի, սա մենակ մի դրվագ էր Արմեն Մելիքյանի ռեժիսուրայից։ Իրականն ասում, սա մի դրվագ էր, որովհետև մենք շուտով անդրադառնալու ենք, մենք եվրոպական երկրներում արդեն անդրադարձել ենք վերջինիս արկածներից, այն «Приключения итальянцев в России» կինո Ղալաթ է արել։ Դա վերաբերվում էր Նորդմեդ խմբին, շատ կասկածելի մի հատ խմբի, որտեղ Արմեն Մելիքյանի որդին Հեքսագոնը, մենք տեսեք այս սխեմայի մեջ տեսնում ենք, հա, Միքայել այն բանակից թռածը, Միքայել Մելիքյանի ղեկավարած Հեքսագոնը կապ ունի Նորդմեդ խմբի հետ, որտեղ ով ասես կա, տեսանյութը կդնենք, եւ այս Հեքսագոնն էլ հանդիսանում է Արմեն Մելիքյանի վերևում տեսնում եք այդ Ալապմետ կազմակերպության 100%-ի բաժնետերը։ Այսինքն սրանք տունը նստել են, մի հատ գծագրական այդ բան են առել,
երբ մի հատ վատման են առել, կարգին են առել, մեկ էլ այդ գործիքներն են առել ու սկսել են սենց սխեմաներ գծել։ Տիկին Վարդապետյան, եթե նախաքննական մարմինը չի կարողանում, ես կարող եմ 1 ամսով գործուղվել որևէ մարմին եւ այս ամբողջ լավաշը տալ ձեզ, ով ինչ արեց, ով տարավ, ով կերավ, այն որ ասում եմ բելեն բռնեց, այն մեկը մորթեց, այն մեկը կերավ։ Իրականում սա ամոթ է 15 տարի, 11 տարի ներողություն, որտեվ մի քրեական գործել դրա համար կարող է նախաձեռնեք, ասեք, տեսեք, սխալ ասես 11 չի, 11-ա, 15 չի, կամ ինչ որ մի կենթանի քաղայցով մտնի, շատ հնարավոր է։ Դրա համար ներողություն եմ խնդրում, 11 տարի չեք կարողանում բացահայտեք, այն ինչ որ ճիշտն ասած, այս գործին պատահական լծվել ենք մի 4 ամիս առաջ, ստանոկը գտանք, գողացողներին գտանք, էս արեցին, կենայեցին, ինչի են էս մարդիկ ազատության մեջ, հարց եմ տալիս, ինչ արժի Արմեն Մելիքյանի ազատության, Արմեն Մելիքյանինը չէ մենակ, Արմեն Մելիքյանի իրա կնոջ, Խաչիկ Աթանեսյանի իրա որդու, այս ամբողջ կազմակերպված հանցախումբը, մեկը մի հատ փոքր զանցանք անում, մեկ էլ ցույց են տալիս կամ սենց են Լևիտանի ձեռով այսօր քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն կամ Հայաստանի դատախազությունը օթապարիկներով մտավ զգետնեց օթապարիկների կամ զգետնողների պակաս կա Տիկին Վարդապետյան, հա? Այս մարդկանց վերաբերյալ մենակ այս 2024 թվականի գործով, որը միացել է ընդհանուր գործին, այդ ընդհանուր գործը երևի 750 հատոր է։ Ընդհանուր գործին է միացել։ Հլնայք ինչ հոդվածներ, մենակ այս մի քրեական վարույթով, այս ստանոկը դնել, հանել, ունոստոնին, կայֆաջանին, սրան նրան ծախել, նորից փող վերցնել, փողը լվանալ, փողը պտտացնել։ Շատ հետաքրքիր է։ Մենք օրերս անդրադառնալու ենք քաղաքացիա դիմել մեր կազմակերպություն, որ ընդամենը տաքս ու վարորդ է եղել, որին արդեն մեղադրում են, ասում են դու փողերի լվացմամբ ես զբաղված, եսի ինչով, այդ մարդը այդ լվացողներից մեկին տարել է։ Սեկտեք փագի էս չեմ կասկածում, որ կարող է մի օր զգետնեն վրայով անցնեն, սապոգը դնեն գլխին ասեն ասա։ Բայց գործով ես ձեզ հստակ ապացույցներ եմ ներկայացնում Տիկին Վարդապետյան։ Այն ձեր Փանոսյան, Մանոսյան ունեք։ Տեղից չեն ուզում, շարժվեն, փափուկ նստած են աթոռին ու չամիջով բուլկի են ուտում։ Ինչի համար ենք աշխատավարձ տալիս։ Հիմա նայեք, մենակ այս մի դրվագով, այս քայլող շրջիկ հաստոցա, ինքը իրան ընդեղից գնում անդե հետո գնում ինքը իրան գրավադրում է, կարող է վաղնեք Եվան մոստը սարքելն, այդ իմանան, որ հաստոցը գնացել իրան գցել է, ասել է ես բոլոր հոդվածներում ես եմ մեղավոր, բայց ոչ Արմեն Մելիքյանը, Կարինե Եղիազարյանը, Խաչիկ Աթանեսյանը, Կայֆաջյանը ուզում էի կանգնեի, բայց չստացվեց։ Կարող ստանոկը գնա մի օր իրանք Եվան մոստից գցի։ Ես այս հոդվածներն էլ ասեմ մնացած արդեն դուք, հարգելի ժողովուրդ, գնահատական տվեք սրանց աշխատանքին։ Փողերի լվացումով է նախաձեռնել, այդ մի վարույթն եմ ասում, 10-ից ավել վարույթ կա այսօր։ Քրեական օրենսգրքի 457 հոդվածով փաստաթղթեր, դրոշներ, կնիկներ, ձևաթղթեր, կեղծելը, կեղծ փաստաթղթեր, կնիկներ իրացնելը, մենք այս կեղծ փաստաթղթերի կլոր օվալ կնիկների մասին մոտորերս խոսալու ենք Արմեն Մելիքյանը արդեն գնացել է Յուգովաստոչնի Ազիա, Չինաստանի հետ այտենց կնիկներ լավ անում, քիչ է անում, եթե մարդու ձեռքը չեք բռնում, այլ թողնում եք ազատության մեջ, ինչ ուզում անում է ու քիչ է անում։ Հոդված 470 ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխել, ոչնչացնել, թաքցնել եւ 286 հոդվածով առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերել կեղծ փաստաթղթեր կազմել ու ներկայացնել։ Դե կարում եք, մի բան արեք, եթե չէ, վերկացեք ասեք, որ
Այսօրվա դրությամբ այս մարդիկ ունեն գերակա առավել կարգավիճակ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների նկատմամբ, գործը վերաբերվում է բանկերին, բանկը ուզում է տալիս է, բանկը մասնավոր կառույց է, մենք սա մի հատ էլ Արցախի ներդրումային հիմնադրամի գործով ենք արդեն նման բանի առնչվել, ժողովրդավարական պետությունում դիսկրիմինացիա, պարոն Նիկոլ Փաշինյան, ես վստահ եմ, որ եթե դուք տանեք մի հատ, ասենք, հասարակ մեկը մի հատ զրով ես դնեք բանկում, ձեզ $2 միլիոն չի տա, ոչ Կոնվերս բանկը կտա, ոչ Արամ ինչեր, Կայֆաջյանը կտա, ես ոնց է ստացվում, իմ համար սա հանելու կա, միգուցե հիմա հետևորդները պատասխանեն, հարցս ուղղված է, իրավապահ համակարգին, բավա հարկատուների միջոցները մսխելով, ունենաք ձեր համար սիրելի մեղադրյալներ, պաշտելի եւ մնացածների նկատմամբ առավել բարձր դիրք գրավող, եթե հիմա գնանք Նուբարաշեն կամ չգիտեմ, Արմավիր քրեակատարողական հիմնարկ, երևի թե այնտեղ պահվում են մարդիկ, որոնք այս Արմեն Մելիքյանի արածի 0.1%-ը չեն արել եւ ինչի մենակ Արմեն Մելիքյանի, այսինքն Արմեն Մելիքյանը իրան շրջապատել է այնպիսի բարձր պաշտոններ, դիրք հանրության մեջ, հասարակության մեջ զբաղացնող մարդկանցով, որ դուք չեք կարողանում այս մարդուն արարքներին տալ իրավական գնահատական։ Սա Տիկին Վարդապետյան մեր երկրի ամոթն է եւ իրավապահ համակարգի մեղքն է, որ այս մարդիկ այսօր ինչքան խառախուռա փախած օրենքից դուրս մարդիկ կա, բերել լցրել են Հայաստան, Լիտվակ, Վայսման, Վարշավսկի, որ հիմա էլ կամած գնան դեպի պղնձի մոլիբդենի գործարան։ Այսքանը ժողովուրդ ջան, շատ երկար ստացվեց, ներող կլինեք, ուղղակի դեռ ամեն ինչ չհասցրեցի ասեմ, եթե հարցեր կլինի, սիրով կպատասխանեմ, մեկնաբանությունների մեջ կդրվի նախորդ եթերների եւս, որը արագ առաջ տալով, եթե հետաքրքիր լինի, կոնտենտին կարողանաք ծանոթանալ եւ հասկանալ, թե ինչու եմ ես այսպես վրդովված։ Լավ մնացեք։